Նրանց, որոնք խիզախ կյանքով դաժան մահը հեգնեցին և հպարտ մահով մեր սև կյանքին փայլ տվին։ Դուք էիք, որ ազատության տատասկոտ ճանապարհին ցավոտ ու բոսոր մշուշի մեջ հյուսեցիք մեր ամենից գեղեցիկ ու խիզախ երազները։ Դուք էիք, որ ըմբոստության ժայռերի բարձրությունից գահավեժ նետվեցիք ժողովրդի մեծ տառապանքի ծովը, որ մոլեգնած ու մրկացուփ եռում էր ձեր ոտների տակ։ Դուք էիք, որ բռնության ու արհավիրքի խեղդող խավարի մեջ ձեր բոցավառ աչքերի հրափայլ բոցով մոլոր ու լքված հոգիների ուղիները լուսավորեցիք։ Փառք ձեզ։ 1000 տարիների արյունի մառախուղի միջից ձեր գլխին տեղացող անթիվ հարվածների տակ դուք քայլում եք անհողդողտ, համառ ու վսեմ դեպի մի վեհագույն, մի սքանչելի նպատակ։ Քայլում եք հևիհև, վիրավոր, խոշտանգված, ձեր հսկա թիկունքին կրելով մի բեռ, որի ծանրության տակ այնքան ազգեր լացով խորտակվել են ու կորել, որպես մրրիկներից փշրված փոշու ամպեր։ Հոյակապ բախումների ու հսկայական պայքարի մեջ ձեր բաց ու գունատ ճակատներին կախված մնացին բոլոր զրկվածների, բոլոր դժբախտների հուսացող հայացքները։ Ձեր երկաթ բազուկների գոռ հարվածները չարիքի խոլ կամարները դղրդացրին և տանջված հոգիների մեջ ազատության հույզերը փոթորկեցին։ Եվ այժմ, ով ուխտյալ հսկաներ, ազատության խորանի առաջ ծնրադիր, ձեզ եմ նվիրում ձեր արյունով ցողված այս կարմիր երազները, և ձեզ, ով անանուն ու կորած մարտիկներ, մութ անտառներում և մռայլ ձորերում ընկած հերոսներ, որոնց վերջին հառաչանքները մրրիկներին են պահ տրվում, որոնց ոսկորները հողմերն են լիզում հեծեծալով։ Ձեզ բոլորիդ, պաշտամունքի և հիացումի արդյունքով, և ձեզնով այն վսեմ, այն արյունաներ գաղափարին, որին այնքան սերունդներ փարվել են խանդաղատանքով, և որ ահա ձեր շնորհիվ փայլփլում է մեր մռայլ հորիզոնի վրա։ Փառք ձեզ, խոնարհ հերոսներ։ Մենք ենք մեր լեռները, ընտրության իրավունքը մերը չէր, երկնավորինն էր, ու երկնավոր արարչի պարգև հայրենիքը լեռնաստան էր, քար ու քռա, սակայն շատ սիրելի ու նվիրական։ Ես վրեժն եմ, կոչված եմ ազատագրելու մեր աշխարհը, վրեժ լուծելու թուրքերից արցախցիներին հասցրած անլուր տառապանքների ու զրկանքների համար։ Դիզակ բուռ աշխարհի ծով ցավերը վաճկատու հրոսակների ասպատակներից կրկին արթնացել ու գալարումի ճիչ հառաչանքներ ուղղել իր ազնվատող քաջերին։ Կուսանած եկեղեցու կուսական հմայքը պիտի հանձնվեր բորոտի տատին։
Սուրբ Ստեփանոս եկեղեցու դարերի պանծանքը պիտի խամրեր անհավատի ճիրանում, եթե դիզակ աշխարհի ազնվատոմբ մելիքների քաջակորով որդիները հավատալին իրենց նախնիների պատվախնդիր վարքին ոտքի չելնեին հար ու անվերջ կռվով հաստատելու ազատ ու ինքնիշխան ապրելու աստվածատուր իրավունքը։ Այդ առաքելության ծանրամեծ խաչը իրենց ուսերին էին վերցրել Արթուր Մկրտչյանը, Արթուր Աղաբեկյանը, Մաչկալաշենի Արմենը, Իգոր Մուրադյանը, Էրիկը, Վահան Բադասյանը, Գրիշան, Ալիկը, Վալերիկը, Արմենչոն, Վիգենը։ Շեֆ, Շահինը ինձ լսում է։ Լսում եմ ասա։ Շահինը կարող է ինձ լսել։ Կարող է գծում ինձ Շահին։ Շահին Ջաֆեր։ Տողի Վիգեն Գրիգորյան, Վրեժ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անդրանիկ Գերագույն խորհրդի պատգամավոր, Հադրութի շրջանի Տող գյուղի գումարտակի շտաբի հրամանատար, Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ։ 1970 թվականին Հայոց Եղեռնի 55-ամյակի օրերին Բաքվի փողոցներում թռուցիկներ էր տարածում։ Մեկուսարանի պատժախցից դուրս գալուց հետո ամփույթ ժպիտը չթաքցնելով մի քիչ դավադիր, մի քիչ հեռահար մտքով ազերի հսկիչ ոստիկանին տեղեկացրեց, որ Բաքուն լավ քաղաք է։ 21 տարի էր անցել այդ օրվանից։ Ֆիդայու առաջին փորձությունը պատվով անցած Վրեժ ջոկատի հրամանատար Վիգեն Գրիգորյանը Ֆիզուլի Տող մայրուղու վրա իր տղերքի հետ պայթեցրեց Հադրութի շրջկոմի քարտուղար Ջահանգերովի մեքենան ու իր համար մեկընդմիշտ պարզեց, որ Բաքվի լավն ու վատը կսևացնի, կխառնի իրար այնքան ժամանակ, մինչև որ Արցախ աշխարհը չվերադառնա իր հայրենիքի գիրկը։ 91-ի ապրիլին խորհրդային զորքերը ազերի օմոնականների հետ համագործակցելով Հադրութում հաստատեցին անձնագրային ռեժիմ։ Նախապես կազմված ցուցակներով Հադրութի առավել ակտիվ գյուղերում կատարվում էին խուզարկություններ, հետապնդվում ու ձերբակալվում էին շարժման ակտիվիստները։ Վիգենը իր ջոկատի հետ ապաստանեց անտառներում, ուր և սկիզբ դրեց ընդհատակյա պայքարին։ Տումի գյուղի քաչ Թևանը 18-ից 20 թվերին իր արծիվ քաջերի հետ կռվում էր թուրքերի դեմ։ Հետո բոլշևիկները Թևանին հակահանեցին, բայց թևանիստներ Արցախում դեռ մնացել էին ու հարմար պահի էին սպասում։ Վիգենը երևի թևանիստ էր։ Վիգենը երևի հաստատ թևանիստ էր։ Հետո երևի հաստատ Արաբոյի խելառ ընկերն էր ու Գևորգ Չաուշի կրտսեր զինակիցը։ Դրա համար էր, որ զոր ու գիշեր հանգիստը կորցրած մեկ զենքի, հագուստի, վառելիքի հարց էր լուծում, մեկ շտապում էր հանդիպել Շոշի Ագոյին, որովհետև արդեն որոշել էին։ Ստեփանակերտ Շուշի ճանապարհին ինքնաշեն ռումբերով պիտի պայթեցնեին հերթափոխի գնացող ազերիների բեռնատարը։ Բերթաձորում Առնոյի հետ պաշտպանական խնդիրներ էր լուծում։ Ստեփանակերտում մասնակցում էր Գերագույն խորհրդի նիստերին, գիշերները կուսակցական գաղտնի հավաքներին։ Փոխտնօրենն ու բանասեր մանկավարժը այլևս չէր հաճախում դպրոց։ Դրա կարիքը չկար։ Իր սաներին նա դասավանդում էր Էդիլ Լուի ու հողերի բարձունքներից, կրակահերթով, հարազատ հողը կռվով հաստատելու համոզիչ դասապատումով։ 91 թվականի հոկտեմբերի 30-ի գիշերը Ստեփանի տամբակից 60 զինյալ նվիրյալներ Վիգենի, Արթուր Աղաբեկյանի և կոմանդոսի մշակած հարձակման պլանով առաջ շարժվեցին դեպի Տողի ազերիների թաղամասերը։ Այսպիսով Տողի ազատագրումով սկիզբ դրվեց Արցախի զինված ապստամբությանը։ Ազերի օմոնականների ու խորհրդային զորքերի երկարատև հալածանքների ու բռնությունների արդյունքում Հադրութի 14 գյուղերի բնակիչներ տեղահանվել էին և հուսալուկմի վտանգավոր ալիքը խուճապի էր մատնել հայ բնակչությանը։ Ֆիզուլու կողմից գրեթե չընդհատվող հեռահար հրետակոծումները ավերում էին Հադրութի գյուղերի տները և դպրոցները։ Շատերը ստիպված էին պատսպարվել գետնափոր հյուղակներում։
գիտեր, պիտի պայքարեր այնքան ժամանակ, մինչև որ Արցախը միանար մայր Հայաստանին, պիտի մաքարեր այնքան, մինչև որ Հայաստան աշխարհը դառնար հայախոս ու հայահունչ, որ տարագիր կանադահայն ու ֆրանսահայը Արցախում իրենց լիերավ հայ ու տերզգային։ Նախկինում Հադրութի շրջանը կոչվում էր Դիզակի գավառ եւ կենտրոնը Տողն էր։ Հենց 88 թվականին շարժումն էլ այստեղից սկսվեց։ Երբ արդեն սկսվեց մարտական գործողությունները, հայ հեղափոխական դաշնակցությունը այստեղ ավելի ակտիվ դերում էր եւ երևաց նրանց իսկական հայ լինելը։ Ամենավատ դրությունը շրջանի համար ռազմական տեսակետից 91 թվականի մայիս-հունիս ամիսներն էին։ Մենք այդ ժամանակ զենք անչափ քիչ ունեինք, կոնկրետ Տող գյուղում ընդամենը 2 ավտոմատ զենք կար, Հադրութում ստեղծված առաջին վաշտը Տողի վաշտն էր։ Մենք մղում էինք պարտիզանական կռիվներ, քանի որ քիչ էինք, մեծ ուժերի դեմ էինք գնում, մենք ճանապարհներն էինք հականապատում, ազերիների մեքենաները գալիս էին այդ ճանապարհներին պայթում։ Դոլանլարի մարտի մասին կարելի է պատմել, որովհետև այդ մարտին դարձյալ մասնակցում էինք ընդամենը 10 հոգի, ունեինք 1 գնդացիր, 7 ավտոմատ զենք, այդ մարտի ժամանակ մենք կոտորեցինք ավտոմատով 6 հոգու, վարեցիք 2 բնակարան, որտեղ բնակվում էին օմոնականները, ճանապարհը ականապատելուց հետո պայթեց մի օմոնի մեքենա, որի մեջ կային 25 հոգի, այդ 25 հոգուց 12-ը տեղում զոհվեցին, իսկ 13 հոգուն հաջորդ օրը ուղղաթիռով տեղափոխեցին Բաքու։ Թշնամին թող իմանա, որ պիտի անպայման գրավենք Ֆիզուլին ու Ջեբրայիլը։ Առջևում ծանր մաքարումների օրերն էին։ 1992 թվականի հունիսի 28-ին երկարատև մարտերից հետո ազատագրվեց Հինավուրց Հողեր գյուղը։ Հադրութի մարտական վաշտերը պաշտպանական մարտերից անցան հարձակողական մարտավարության եւ մինչեւ տարեվերջ ազատագրվեցին գրեթե բոլոր կորցրած հայկական գյուղերը։ Այդուհետ Հին Թաղլար, Խծաբերդ եւ Դոնունլար, Էդիլու, Սարիշեն ռազմագծերը անցան հայկական մարտական ուժերի հսկողության տակ։ 1992 թվականի ապրիլի 2-ն էր։ Արշակ Վարդան որդիների ծննդյան օրն էր։ Դստերն ու կնոջը խոստացել էր, որ ամբողջ օրը տանն է լինելու։ Հեռակապով հայտնեցին, որ Ազոխ գյուղի բարձունքներում մարտեր են։ Զոհվել է կուսակցական ընկերը Նելսոն Գասպարյանը։ Նախատեսված էր Ֆիզուլու շրջանի Ղաջար գյուղի հարձակումը, ու տանը մնալ չէր կարող։ Խիղճն անհանգիստ էր, սիրտը տղերքի հետ էր։ Ղաջարի ազատագրումից հետո Արմենչոյի գումարտակը մոտեցավ Գյումուշատլու գյուղի սահմանին։ Վալերիկի Ալիկ Շաբուրյանի տղերքին միացավ Մանվել Գրիգորյանի մի դասակ Արայիկի գլխավորությամբ։ Գիշերային նախահարցակ գրոհը երկար չտևեց, եւ լուսաբացին արդեն ազատագրված գյուղում Արմենչոն ու Վիգենը նախագծում էին Կավաճի բարձունքի առումը, որտեղից ազերիները անընդհատ ռմբակոծում էին Հադրութի դիրքերը։ Ծանր ու դժվարին վերելքը արդեն հետևում էր, ու Կավաճի հինավուրց հայկական եկեղեցում տղերքը մոմեր էին վառել։ Ապրիլի 4-ին Ֆիզուլու Եղելավանդ գյուղի ուղղությամբ նկատվեց մեծաքանակ զորքի ու զրահատեխնիկայի առաջխաղացում։ Հոգնած ու փոքրականակ խմբերին զինամթերքի ու մարդուժի համալրում էր պահանջվում։ Վիգենը սլացավ Հադրութ։ 93-ի ապրիլի 5-ի առավոտն էր։ Վիգենը զինամթերքի ու օգնական ուժերի բեռնատարներին ուղեկցում էր Կավաճի դիրքերը։ Ղովշատլու գյուղի ցեխոտ ճանապարհով բեռնատարները մեծ դժվարությամբ առաջ էին շարժվում։ Կարծես նախանշված էր, նրա մեքենան պիտի չանցներ այդ ճամփան։ Ականի դավադիր պայթյունը նրան էր սպասում։ Վիգենի բախտակիցը դարձավ Վալերիկ Բաբայանը։ Մելիքների հարսները շոր աղբյուրից ջուր էին խմում, որ երկվորյակ զավակներ ունենան։ Մայրանալիս
գրետա քույրիկը շոր աղբյուրից ումպ էր արել ու ամուսնու էր բարձրացել կուսանած եկեղեցի, հավատալով, որ ավանդույթը շիտակ է։ Ավանդույթը արդարացրեց իրեն։ Գրիգորյան ամուսինները զույգ որդիներ ունեցան։ Վիգենը որդիների ջինջ ապագայի համար անդադարում կռիվ տվեց ու նահատակվելով մայր հողի գիրկը մտավ ամրապնդելու դիզակի պատվական նելիքների ազատապենչ փառքն ու պատիվը։ Վիգենը գնաց, տղերքը մնացել են, ու նրանք էլ արդեն գիտեն, որ Բաքուն լավ քաղաք է, ու ցավ ու դժոխք է դառնալու այդ Բաքուն, թե մեկ էլ Արցախ աշխարհին խեթ նայի։ Զարթնիր, ելիր ընկեր, ժամն է մողմի, տունն այն կիսավեր, որ նորոգեցիր, դարձյալ քո բազկի կարոտն է առնում ու վերադարձիդ ճամփին սպասում։